Ես գտնում եմ, որ աշխարհիկ մենք թեոկրատիկ երկիր չենք, մենք աշխարհիկ երկիր ենք եւ կա այդպիսի բան, այսինքն աշխարհիկ իշխանությունը իրավունք չունի մտնելու հոգևոր աշխարհ։ Ես գտնում եմ, որ այն ինչ այսօր արվում է հայոց եկեղեցու հանդեպ, դա շատ մեծ սխալ է, այստեղ տարբերակ ենք հայոց եկեղեցին և եկեղեցականի հարցը։ Եկեղեցականի հարցը, նախ նորից եմ ասում, վարչապետը ես ինչ ես չգիտեմ, ես արդեն ոնց բացատրեմ դա, իրավունք չունի, վարչապետը իրավունք չունի մտնելու հոգևոր դաշտ, բացարձակապես, դա հոգևոր դաշտի տիրույթն է, եթե դժգոհություն կա, դա որոշելու են եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, հոգևորականությունը և ժողովուրդը։ Իրականում այս գործընթացի հիմքում շատ ավելի խորը բան կա։ Ինչ կա։ Խորը։ Սա հարցազրույց, սա արդեն ճեպազրույց չեղավ, հարցազրույցի նման բան եղավ։ Խորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այնինչ իմ կարծիքով պատրաստվում է հակապետական գործ անելու, փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր այդ գործողություններին։ Նորաստեղծ ուժով հակազդեք Նիկոլ Փաշինյանի այս հակապետական գործունեությունը։ Մենք այսօր ամեն ինչ անում ենք եւ փորձում ենք միավորել հենց այդ ուժերը, որպեսզի թույլ չտանք, որպեսզի այնինչ այսօր փորձ է արվում անել, իսկ այսօր նրա գործողություններին հակազդելու միակ ռեալ ուժը եկեղեցին է եւ նա ցանկություն ունի եկեղեցուն էլ այո տանել։ Ինչ է ուզում անել, որ ասում եք հակապետական բան է ուզում անել, եկեղեցուն վերացնում է ճանապարհ։ Օրինակի համար, եթե դուք նայեք, ասենք, Ադրբեջանի հոգևորականության ղեկավարության հայտարարությունները, որ արդեն ստեղծվել է արևմտյան Ադրբեջանի թեմ, կարծես, եւ նպատակը որն է, կարծում եմ Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի ամեն գնով խաղաղության այս պայմանագիրը կնքել, որպեսզի վերընտրվի։ Սա ամբողջությամբ տանում է միայն վերընտրման նորից իշխանության ուզուրպացման գործին։ Իսկ պարոն Ասլանյան, դուք Փաշինյանը։ Ես զարմանում եմ, մենք ստեղծման պահից ենք ասել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի, որովհետև անկախ նրանից, որ նախորդ տարիներին ինչ է արվել կամ ինչ է բաց թողնվել, Փաշինյանը իրեն սպառել է եւ նա պետք է հեռանա